Ես միշտ հələ դեռ սովետական իշխանության տարիներից այդ պատկերացումը ունեցել եմ, որ ռուսները ոչ թե մեր երաշխավորն են, այլ մեր կործանման երաշխավորն են միշտ եղել առ այսօր։ Ինչու այդ համոզմունքը ունեք, պարոն Մալխասյան։ Համոզմունքը, որտեղ գրքեր ենք կարդացել, պատմություն ենք ուսումնասիրել եւ տես օրինակ մեզ եղել է մի 70 տարվա շրջան, որ ռուսները իհարկե 1920 թվին պետականությունը խլեցին, մեզ անեքսիայի ենթարկեցին եւ այդ դառնանք ռուսների մի մասը։ Եվ տեսեք, հայ ժողովրդի համար մեկ թշնամին աշխարհում, ինչ էնվեր, ինչ ուրեմն արաբներ, ինչ սելջուկներ, համար մեկ թշնամին Լենինն է եղել։ Լենին ամենաշատ վնասը հայ ազգին տվել է Լենինը, օրենքով պետք է թուրքական դրոշի մի անկյունում մտնի Ատաթուրքի նկարը, մյուս անկյունում Լենինի նկարը, որտեղ Լենինը ուրեմն մեզ ստրկացրեց, հիմարացրեց, մեր ամբողջ տարածքները հանձնեց ուրեմն թուրքերին եւ Լենինը փրկեց Թուրքիան անխուսափելի կործանումից մեր հաշվին։ Հիմա այդ առումով իսկ Լենինին մենք սարքել ենք մեր Աստվածը, մեր կուռքը։ Դպրոցներում անունները դնում էին Լենինի անունով, նույնիսկ կանանց անունները Լենինի թարս կողմից էին դնում, Նինել։ Անուններ կային Լենսեր, լսել եք, Լենդրոշ, ուրեմն Լենինյան ուղի, գյուղեր կային, Լենինի հրապարակ ունեինք հրապարակում։ Այն դեպքում որ Լենինը հայ ժողովրդի համար մեկ դահիճն է եղել։ Ուրեմն ռուսները հենց դրանով հասկացան, որ այս հայ ժողովուրդը այնքան միամիտ ժողովուրդ է, կարելի է սրանց խեղճացնել, ստրկացնել եւ իրանց դահիճին սարքել իրանց Աստվածը։